Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր ամառային եթերաշրջանի վերջին մրցութային խաղն է։ Այս պահի դրությամբ եզրափակիչ խաղի հավակնորդը Հարություն Արզումանյանի թիմն է։ Սակայն պայքարը շարունակվում է, եւ ես խաղի եմ հրավիրում Սուրեն Մանուկյանի թիմին։ Տնտեսագետ Արա Ավետիսյան, կենսաբան Ռիփսիմե Չոքանդարյան, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Մկրտչյան, բիզնեսի զարգացման ղեկավար Աշոտ Բարսեղյան, հաղորդակցության եւ շարժունակության մասնագետ Արտյոմ Պետրոսյան եւ թիմի ավակ Մարմարե արծվի մրցանակակիր պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյան։ Սուրեն Մանուկյանի թիմի դեմ այսօր կխաղան Արաքս Պոլոյանը, Վահե Հարությունյանը, Էռնա Միրիջանյանը, Սուպեր Բլից, Նունե Գալստյանը, Ասիա Աղեկյանը, Արաֆ Արմանյանը, Բլից, Սևակ Համբարձումյանը, Արամ Սահակյանը, Նարինե Մկրտչյանը, Գոհար Խաչատրյանը եւ Հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային խաղեր։ Հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների։ Հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Մանուկյան, լսում եմ։ Երկար ընդմիջումից հետո ձեր թիմը հաղթեց եզրափակչում։ Կարելի է ասել անցյալ տարին հաջող դասավորվեց ձեր թիմի համար։ Իսկ ուր է այդ եզրափակչի հերոսը։ Երկրում չի, բայց մենք իրեն փոխարինել ենք ոչ պակաս ուժեղ խաղացողով։ Չէ, ես տեսնում եմ Իհարկե, ասեմ, որ ես չեմ ասում ինչու եք փոխարինել, ես ասում եմ ուր է։ Ուղղակի աշխատանքային Հասկանալի է։ պայմանավորվածություններով երկրում չէր, դրա համար չկարողացավ այսօր մասնակցել։ Ձեր դեմ խաղում է Արաքս Պոլոյանը, լեզվաբան Երևանից։ 19-րդ դարում Լոնդոնում փողոցային լապտերները տեղադրվում էին նկատելիորեն տարբեր բարձրության վրա, անգամ միևնույն մայթի երկայնքով դրվելիս։ Սա դիզայներական սխալ չէր, ոչ էլ գումար խնայելու փորձ։ Ուշադրություն հարցը։ Գործնական ինչ խնդիր պետք է լուծվեր բարձրությունների տարբերության շնորհիվ։ Ժամանակ։ Մառախուղը, մառախուղի Այդ լսեցի մառախուղը։ Ծառերի համար, չգիտեմ, Թրջունների համար կապ ունի, որը ստվերը կարա լայն ու նեղ լինի դրանից։ Տարբեր մարդիկ հերվից որ ավելի շատ լույս էր տեսնի, եթե մեքենան գալիս է, ասենք 10-րդ դարը լավ, օքեյ։ Ծառերը չեն կարող, չգիտեմ, չէ հետևեն, չայրվեն, Այրվեն ծառերը, կամ ծառերը ինչ կանեն, դրանից ավելի ցածր կամ ավելի բարձր դրվի։ տարբեր եղանակներին, չէ, ծառերի ծաղկած կամ բայց ասում եմ նույն մայթի վրա։ Մայթի վրա տարբեր Տարում էլ է, սմոգը, պամուկը։ Բնակիչների համար չէ, պատոհաներից բնակիչները, հետիոտները, կառապանները, մեկին հեշտ է վառելը, մեկին հեշտ է հանգցնելը։ նույնիսկ նույն մայթի։ Վառելը հեշտ է, սա Սմոգը ամենտեղ նույնն է։ մեկը բարձր է կարող։ Տարբեր ձև է ինքը ազդում, չէ։ Լավ, գործնականից նշանակություն։ Ինչ խնդիր է փոխել Մառախուղ է։ Ջերևս չի կարելի, չէ, որ տակինը ծածկի։ Ժամանակ։ Պարոն Մանուկյան։ Ձևակերպես դու, հա։ Հա, լավ, ես ձևակերպեմ պատասխանը, որ իրականում մի քանի հոգու մոտ այդ միտքը առաջացավ, քանի որ Լոնդոնը հայտնի է մառախուղներով, նաև 19-րդ դարը գիտենք, որ այդ ինդուստրիալ հեղափոխությունից հետո շատ մեծ այդպես ծխացվածություն էր լոնդոնյան սմոգ հայտնի երևույթը կար, որպեսզի տարբեր եղանակային պայմաններում, աղտոտվածության պայմաններում այնուամենայնիվ լույսերը կարողանային տային այն լուսավորությունը, որը անհրաժեշտ էր փողոցին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Լոնդոնում
փողոցային լապտերները տեղադրվում էին տարբեր բարձրության վրա, պարոն Մանուկյան։ Մառախուղի մեջ տեսանելիությունը բարելավելու նպատակով հայտնի է, որ մառախուղի խտությունը տարբերվում է ըստ բարձրության, ցածր լապտերները լուսավորում էին գետնին մոտ տեղակայված հատվածները, իսկ բարձրները օգնում էին կառապաններին ու հետիոտներին կողմնորոշվել որոշակի հեռավորության վրա։ 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին գրող Պետրոս Հոկտանյանը նվիրում է իր հեղինակած մեզանից հետո բանաստեղծությունների ժողովածուն և անգլիացի արձակագիր Aldous Huxley չքնաղ նոր աշխարհ վեպը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին, գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangak.bookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Մանուկյան, Լսում եմ։ Լոնդոնում եղել եք, Չէ, չեմ եղել։ իսկ ցանկություն ունեցել եք ապրելու Մառախլապատ Ալբիոնում։ Չէ, ես ճիշտն ասած այդքան էլ լավ չեմ վերաբերվում Մեծ Բրիտանիային ընդհանուր առմամբ, նաև պատմական փորձը հաշվի առնելով, դրա համար երբեք ձգտում չեմ ունեցել այդ երկրի նկատմամբ։ Չէ, բայց գոնե գնալ տեսնել ինձ թվում է չի Բայց խանգարի։ առիթ չի եղել, հա։ Հասկանալի է, պարոն Մանուկյան։ Ձեր դեմ խաղում է Գոհար Խաչատրյանը, հրուշակագործ Կոշ գյուղից։ Ուշադրություն, լուսանկար։ 2022 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Էտիեն Կլենը սոցիալական ցանցերում հրապարակեց մի լուսանկար և գրեց, որ դա Արեգակին ամենամոտ գտնվող Կենտավրոսի Պրոքսիմա աստղի նկարն է, որն արվել է Ջեյմս Ուեբ նորագույն տիեզերական աստղադիտակով։ Ուշադրություն, հարցը։ Իսկ ինչ կոչ արեց գիտնականը, երբ որոշ ժամանակ անց հեռացրեց լուսանկարը։ Ժամանակ։ Չհավատալ Չորիզո է իրոք։ Երշիկի նկարը։ AI-ով կարող է սարքած լինել։ 22 թիվներ։ Ամեն դեպքում որ բաներ, որ fake բաներ նկարեր դրած է դա։ Հավատալ ցանկացած ինֆորմացիային, թե ցանկացած նկարին։ Չէ, որ ստուգել է պետք նկա, որ պետք է ստուգել։ Ցանկացած բան պետք է ստուգել։ աստղ ընտրել։ Ցանկացած բան կարող Ամենը որ ավելի անհասկանալի շոր մենակ ամենամոտ պրոքսիմա Կենտավրոսի Դե կարա լինի, բայց 4.5 լուսնային տարի Հաստատ է դա, էլի, բայց Լավ չի ասել չորիզո է։ կոչը պես Ավելի կարեն մի ասեք, էլի։ դոկտոր Սկեուս։ Ուղղակի պատասխանում են։ Տիեզերական կոչ է։ Ես ցանկացած ինֆորմացիա։ Լավ, օքեյ, ինչ կարող Բայց ուրիշ ինչ կոչ պետք է անել, էդ է կոչը։ Չէ, հավատալ։ Ձգտել հասնել այդ աստղին, չգիտեմ, ինքը մոտիկն է ամենը։ Ես կասեմ։ Կոչ ասա, էլի գրքիքը լավ։ Չհավատալ ոչ մի։ Ով է պատասխանում, պարոն Մանուկյան։ Հրիփսիմ ենք պատասխանի։ Լսում ենք ձեզ։ Կարծում եմ, որ նա ասեց, որ պետք չի հավատալ ամեն ինչի, ինչը դուք հանդիպում եք համացանցի տիրույթում, ինչ որ դες հանդիպում է ամեն տեսակ ինֆորմացիայի։ Կոչը դա էր։ Եվ ստուգել այդ ամեն ինչը որևէ արդեն փորձված աղբյուրներից։ Այսինքն կոչը հենց նրանում էր չհավատալ ամեն ինչին, ինչը դու տեսնում ես համացանցում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Շատ երշիկ ճուտել։ Երբ որոշ ժամանակ անց լուսանկարը չափից շատ տարածվեց համացանցում, Էտիեն Կլենը հեռացրեց այն, ներողություն խնդրեց և խոստովանեց, որ դա ընդամենը կատակ էր։ Լուսանկարում ոչ այլ ինչ է, քան չորիզո երշիկի մի կտոր։ Այսպիսով գիտնականը կոչ էր անում զգոն լինել,
չհավատալ ամեն ինֆորմացիա եւ մշտապես ստուգել գիտական վարկածները։ 2-0 հոգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Հայկ Հայրապետյանը։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Իդեպ դուք չորիզո արտադրում եք, պարոն Հայրապետյան։ Իհարկե արտադրում ենք ու շատ նման է, ճիշտ ասած, դուք չեք պատկերացնի մտքերը, երբ որ նայում նկարում ախր չորիզո է։ Պարոն Հայրապետյան, ինչպես է իրականանում նոր ապրանքի մուտքը շուկա եւ ինչ ճանապարհ է անցնում, որպեսզի դուք վստահ լինեք, որ այն դառնալու է մարդկանց հաջորդ սիրելի համը։ Հետաքրքիր ու երկար ճանապարհ է անցնում, պարոն հաղորդավար, ու այդ ճանապարհը մեր գործի ամենաաշխատատար եւ ամենասիրելի հատվածն է։ Հատկանշական կհամարեմ այն, որ այդ ճանապարհի հիմքում ընկած է Աթենքի տարիներ շուրջ կուտակած փորձը, ու այդ ճանապարհը շատ տենց ակադեմիական պրոդուկտ մարքեթինգային գործառույթներով լի ճանապարհ է, որը սկսվում է մտքի գեներացումից, հետաքրքիր փորձերից, ապրանքային նմուշների ստացումից, բազմաթիվ համտեսներից, ֆոկուս խումբ, դիզայներական աշխատանքներ, բազմաթիվ գործառույթներ կան այդ ճանապարհի ընթացքում, բայց այդ ճանապարհի ամբողջ ընթացքում մեր համար հիմնականը այն է, որ մենք լինենք հաճախորդամետ ու չմոռանանք մեր հաճախորդների նախապատվությունների մասին։ Քանի որ շուկայում առաջատար ենք, այդ լավ տիրապետում ենք մեր հաճախորդների նախապատվությունները ու գենետիկ կոդի մակարդակով փայփայում ենք ու ամեն ինչ անում ենք հաճախորդներին դուր գալու համար։ Կարծում եմ սա է գաղտնիքը, որ Աթենք մսամթերքի ընկերության բոլոր նորույթները սիրվում են հաճախորդների կողմից եւ սպառողների լայն շրջանակների կողմից ընդունվում են։ Շնորհակալություն։ Ավելացնեմ միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր-քարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, 3-րդ խաղափուլ։ Ռիփսիմե։ Այո, պարոն հաղորդավար։ Ինչպես կբնութագրեք Սուրեն Մանուկյանին որպես ավակ։ Մաքսիմալ հասկացող եւ հանգիստ ավակ, որի հետ խաղալը հաճույք է պարզապես։ Իսկ խիստ է արդյոք պարոն Մանուկյանը թիմի անդամների նկատմամբ։ Չի ասի։ Բայց դա օգնում է թե խանգարում է։ Թե որոշ դեպքերում օգնում է, որոշ դեպքերում խանգարում է։ Նայած կախված թե ինչպիսին են, մեր պարագայում ինձ թվում է դա օգնում է, ոչ թե խանգարում է։ Ձեր դեմ խաղում է Նարինե Մկրտչյանը։ Մենեջեր Երևանից։ Ատամի մածուկ արտադրող ընկերություններից մեկի պատվիրատուները դժգոհում էին գնված դատարկ տուփերից։ Ձեռնարկությունը ծախսելով մի քանի միլիոն դոլար մշակեց գերճշգրիտ քշերքներ, որոնք ձայնային ազդանշան էին տալիս դատարկ տուփ փաթեթավորելու եւ տեղափոխելու ժամանակ։ Մի քանի ամիս անց, երբ խնդիրը լուծվել էր, ղեկավարությունը զարմացավ հաշվետվություններից։ Վերջին ամսվա ընթացքում քշերքները չէին արձանագրել դատարկ տուփի ոչ մի դեպք։ Ուշադրություն հարցը։ Ինչ սարք էին օգտագործել աշխատակիցները իրենց գործը հեշտացնելու համար։ Ժամանակ։ Նույնից, թե չէ։ Բան էին անում, այս ինտերնետով պատտվել է։ Վենտիլատոր էին մի հատ դնում մեծ, որը դատարկ տուփ էր, փչում տանում էր։ Փչում տանում էր ու դրանով քաշի Մեկը բանում տենց չէր էր։ անում, քաշարքը։ Արդեն չէր օգտագործում։ Բացի կանոնից Ինքը թեթև է, բայց ես չեմ հասկանում, ինչի՞ պիտի դատարկ տուփի տեղը բանան։ Մի ամիտ ասենք չի գնացել։ Այլուց կարող է դատարկ տուփը ինչով է տարբերվելու էլ։ Քաշով։ Մարդիկ չեն անում, չէ՞։ Բարեխղճության խնդիր չկա։ Չէ, հատուկ չի, նույնիսկ ոցկա գիծա լցնում գնում է։ Հատուկ գծով են բան են լցնում մեջը։
չգիտեմ, մագնիս ինչ որ կարող է մետաղական բանուներ քաշում, ալյումինիում։ Ոչ Ես մտածեցի պլացեբոյի էֆեկտը գողանում են, ուղղակի հայտարարել են, որ մենք հիմա ստուգում ենք, ոչ չեն ոնց որ չկար, շասե դրել էլ չեն։ Կոնգրես հաճախորդը դատակ Բայց զվանը 20 դոլարանոց բանով է տալնելու, եթե ասում եք 20 դոլարանոց լուծում գտան։ ասես տենց։ Պարոն Մանուկյան, ով է պատասխանում։ Աշոտ Բարսեղյանը կփորձի։ Լսում ենք ձեզ, պարոն Բարսեղյան։ Պարոն Արտավար, կարծում ենք, որ վերջերս ճիշտ ասած աչքովս ընկել է, երբ որ Հնդկաստանում, եթե չեմ սխալվում, տենց տուփերը, դատարկ տուփերի համար վենտիլյատոր էին օգտագործում, ու ինձ թվում է այդ է ձևը, այսինքն երբ որ կոնվերը գալիս է ինչ-որ մի պայ, որ պետք է լիցքավորի, դատարկատուփը ուղղակի քշում տանում էր վենտիլյատորը։ Հասկանալի է ձեր պատասխանը, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ծախսելով մի քանի միլիոն ընկերությունը մշակել էր գեր-ճշգրիտ շերկներ դատարկ տուփերը զատելու համար, սակայն աշխատակիցները ժամանակի ընթացքում ավելի հեշտ եւ օրիգինալ լուծում գտան։ Նրանք կշերկների մոտ տեղադրեցին քամհար վենտիլյատոր, որն ուղղակի փչելով կարողանում էր իդենտիֆիկացնել դատարկ տուփերը։ 3-0։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Թվաց երաշտունա։ Պարոն Բարսեղյան։ Այո, պարոն Արտավար։ Եթե օրերից մի օր հիմնեք ձեր սեփական բիզնեսը, որ ոլորտում կլինի այն։ Չգիտեմ, երևի գյուղատնտեսության։ Ինչու։ Որովհետև վերջին տարիներին ճիշտ ասած հայրս մի մեծ այգի է կառուցել մեր գյուղում։ Միջորից մեր գյուղից այս անգամ հարց կար, Կոշն է մեր գյուղը, Աշտարակի շրջանի։ Երևի ու միշտ սիրել եմ ծառների հետ տենց աշխատել, երևի թե դա։ Հարց Յոնի բանկից։ Ուշադրություն հարցը։ Ինչն է ոգեշնչել ճապոնացի գիտնականներին այնպիսի վիրաբուժական ասեղի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր է գրեթե անցավ ներարկել դեղամիջոցը։ Ժամանակ։ Ավելի աննկատ Ինչը ոգեշնչել, լավ, ոգեշնչել, ուրիշ ինչ գրամաֆոնի պլաստինկայի իգլան, բայց ինքը դժվար որտեղ ցավից չի ինչով են ոգեշնչվել։ անցավ պետք է լինի, այգեք մենք հասկանանք ինչ Կամ շատ պարամետր է։ մուփացակում, կամ հետը դեղամիջոց է ներարկում, որ ցավը Կամ շատ բարակա, կամ անցավա, ահա։ Մեղու մրջունը ցավում է, չգիտեմ, ինչ բարակ բաներ է։ Երկար բան, ասեք թե։ Բարակ Եղինջը ցավացնում է։ կմոտակն է որը չի Միշերը պաուտինա, չգիտեմ, ինչ որ տենց ծովային հիդրամիդրան չտես ցավացը հայերենում ինչ է, չէ, էլեկտրական կարող է ուրիշ մի բան է, ոչ թե ծակելու է դա կապված, այլ ներարկիչը գրպանահատները, բայց դժվար, տենց աննկատ բան։ չէ, ով կուզենա պատասխան։ Պատասխան է, չի։ Չէ, բայց ուրիշ է մոծակը։ անցավ դա Ժամանակ։ Ով է պատասխանում։ Արմեն Մկրտչյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Մկրտչյան։ Ճիշտ ասած ահագին երկար փորձեցինք հիշել թե ում ծակոցն է անցավ Եղինջի մեղուից անցնելով հասանք մոծակին, որ ցավոք սրտի շատ դավադրաբար անցավ ծակումը մեզ։ Երևի մոծակից եւ մոծակի ծակոցից են ոգեշնչվել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Վիրաբուժական ասեղի ստեղծմանը ճապոնացի գիտնականներին ոգեշնչել է բնությունը, մասնավորապես խայթող կենդանիները եւ առաջին հերթին իհարկե մոծակը ինչպես գիտենք, իր սղոցիկով գրեթե անցավ, թափանցում է մաշկի մեջ։ 4-0։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Հետեկանք էլի։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն, ինչ որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@shnik.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։
Ձեր դեմ խաղում է Էռնա Միրիջանյանը, ուսանողուի Առինջ գյուղից։ Այս բառը, որը ծառայում է որպես սարքի անվանում, առաջացել է հարվածել եւ ծառ բառերից, քանի որ սկզբնական շրջանում այդ սարքը պատրաստում էին ծառի բնից։ Մենք հայերս, թեև ունենք այդ բառի հայերեն համարժեքը, առօրյա խոսքում օգտագործում ենք օտարալեզու համարժեքը։ Ուշադրություն հարցը։ Անվանեք այդ բառը։ Պատասխանը պատրաստ է։ Հասցրեցի։ Լսում ենք ձեզ։ Արտյոմ կփորձի։ Լսում ենք ձեզ։ Պարոն Հարթավան, մեր կարծիքով շլագբաում բառի մասին է խոսքը, որը գերմաներեն շլագեն եւ բաում բառերի համադրությունն է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ 5-0։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Armenia 3 Project-ի ռազմավարական գործընկերության և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Մխիթարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Մխիթարյան, համատարած ծառահատումների ֆոնին հնարավոր է արդյոք փոխել բնապահպանական պատկերը։ Հնարավոր է, պարոն հաղորդավար, բայց հավանաբար պետք է սկսել նրանից, որ նաև մեր վերաբերմունքը բնության նկատմամբ փոխենք, ու դա մի կազմակերպության անելիք չի, մենք բավականին ծավալուն աշխատանք ենք անում, բայց այստեղ համագործակցային մեջ ջանք է ուզում։ Մեր սերունդը իրականում մեծ պատասխանատվություն ունի ծառահատումների նկատմամբ ու բնությանը վերադարձնելու նաև մեծ ջանք է գործադրում։ Մենք հիմա ունենք կորպորատիվ գործընկերների, ընտանեկան հիմնադրամների ու նաև անհատների մեծ համայնք, որը մեր կողքն է ու միասին փորձում ենք նաև ինչ-որ արձագանք տալ այն ծառահատումներին, ինչպես ասեցիք, ու այն վնասին, որ կրում է բնությունը, շարունակում է կրել բնությունը նաև այսօր։ Այո, հնարավոր է։ Շնորհակալություն, ինձ մնում է ավելացնել, որ Armenia 3 Project-ը այսօրվա մեր բոլոր մասնակիցներին նվիրում է վկայական, որը կբացի արկածային մի ճանապարհ դեպի Լոռու մարզ, Հրանտ Դինքի անտառ շվաքում միջոցառմանը մասնակցելու համար։ Իսկ եզրափակիչ խաղի լավագույն գիտակին Armenia 3 Project-ը կնվիրի մատենից արքայական բալասանը։ Իսկ այս պահին մեզ մոտ սուրճի ընդմիջում է։ Վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ինչ, որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանոյութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի գանձապետ Աննա Առաքելյանը։ Բարի երեկո, Տիկին Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Առաքելյան, ճիշտն ասած, Յունիբանկը մեր հեռուստադիտողների պաշտպանն է, բայց այսօր, չգիտես ինչու, մեր հեռուստադիտողները առայժմ միայն պարտվում են։ Ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին և գիտակներին։ Դե իհարկե հաջողություն հեռուստադիտողներին, թեև իմ համակրանքը միշտ եղել են գիտակները։ Ամեն դեպքում թող հաղթի լավագույնը։ Մաղթում եմ հաջողություն երկուսին էլ։ Շնորհակալություն, Տիկին Առաքելյան, շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Պետրոսյան։ Այո։ Որն է մինչ այս պահ մեր խաղից ստացած ձեր ամենավառ տպավորությունը։ Ոյ։ Մենակ չասեք այսօրվա խաղը։ Չէ, այսօրվա խաղը չէ, իհարկե, քանի որ չի ավարտվել, դժվար է ամփոփել։ Եթե մեր խաղերից ես հիշում եմ մեր Սուրենի պատասխանը թելու ասեղի մասին վերջի վարկյանին եւ մենք անընդհատ հիշում ենք դա, որովհետեւ դա իրոք շատ գեղեցիկ պահ էր, բայց իրականում պահերը չեն հիշվում, բայց հիշվում է Մեն մթնոլորտը, որը տիրում է կոնկրետ խաղի ընթացքում կամ ինչ-որ բանի շուրջ, դրա համար ավելի շատ հենց խաղը ինքնին միշտ ավելի տպավորիչ է։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ձեր դեմ խաղում է Պավել Ղազարյանը Չարենցավանից։
Ուշադրություն էկրանին։ Ռուս արվեստաբան Միլդա Վիկտորինան, որը երկար տարիներ ուսումնասիրել է Կազիմիր Մալևիչի նկարները, հայտնաբերել է, որ նկարիչը երբեմն օգտագործել է անսովոր տեխնիկա, որի կիրառման շնորհիվ վիճելի դեպքերում հնարավոր է դառնում անվերապահորեն հաստատել, թե ով է հանդիսանում այս կամ այն նկարի հեղինակը։ Պավելը հարցնում է, որն է այն մեթոդը, որը թույլ է տալիս դա անել։ Ժամանակ։ Մատնահետքերը չի։ Ձեռով էր նկարում։ Սաղ մատնահետքեր ա վրա։ Հատիկ են այդ բանը։ Նախ տարբեր գույների շերտերով, ու Ինքը ձեռով Ժամանակ, պարոն Մանուկյան։ Ռիփսի մենք փորձի։ Լսում ենք ձեզ։ Կարծում ենք նա, քանի որ նկարում էր մատների միջոցով, նրա մատնահետքերը կարելի է տարբերել, իսկ քանի որ ամեն մարդ ունի իր ունիկալ մատնահետքերը, ըստ դրա կարելի է անվերապահորեն որոշել, թե ով է եղել նկարի հեղինակը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կազիմիր Մալևիչը հաճախ իր ստեղծած նկարների մակերեսը կարծես քանդակում էր ձեռքերով նկարի վրա թողներով իր մատնահետքերը։ Ուշադիր նայեք, ի թիվս այլ աշխատանքների Մալևիչի մատնահետքերը կարելի է գտնել նաև սև քառակուսու վրա։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ձեր դեմ խաղում է Էլեոնորա Լազարևան Երևանից։ Ուշադրություն, էկրանին։ Էլեոնորան խնդրում է ձեզ պատասխանել, ինչ է արտադրում ընկերությունը, որն այսպիսի գովազդային պաստառ է պատվիրել։ Ժամանակ։ Դնովի ատամներ Խացավի դեղ։ մարդու մազերի Խացավի դեղ նման արտահաստատ։ մազերը Ստեպլեր են, որով սենց բացում, փակում մարդակ ատամներն է, այդ ծակող մասը սուր։ գլուխը էլի։ Գլուխա, որը խփում է գերմանին։ Են տակի մասը ստեպ։ Ժամանակ։ Աշոտ Բարսեղյանը կփորձի։ Կարծում եմ գլխացավի դեղ։ Ինչու, պարոն Բարսեղյան։ Դա երբ որ գլուխը ցավում է, երևի տենց ուզում ես միտեղ խփես, չգիտեմ։ Երևի է դրա անվանությամբ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ստեպլերի վրա պատկերված է դեմքը դեպի ներքև ուղղված մի տղամարդ, որը բռնել է գլուխը։ Նա գլխացավ ունի, այս գովազդային պաստառը պատվիրած ընկերությունը արտադրում է ցավազրկող միջոցներ։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ Ձեր դեմ խաղում է Նարինե Մաթևոսյանը Երևանից։ Ուշադրություն, էկրանին։ Ձախ կողմում 19-րդ դարում օգտագործված, իսկ աչում ժամանակակից գործիքների հավաքածուներ են։ Նարինեն հետաքրքրվում է, ինչի համար են նախատեսված այս գործիքները։ Ժամանակ։ Դաշնամուր լարելու Ատամնաբույժ Ես հաստատ գիտեմ ես ես։ Դաշնամուր լարելու ատամնաբույժ չի կարող, բժշկական բան չի կարող։ Ժորժան, այս կամերտոնի նման բան է այս ժամանակը։ Փոքր չադու չի։ Մասոնական բան է, ժողովուրդ, կարող է։ Մասոնական գործիք։ Չէ, բայց քան մաներ։ Ապա ռանդաները հին ժամանակ Մաներ ուներ բաներ են, դաս ուջուր ափորկեքի նման բաներ են։ Հա, ստե փայտի աշխատելու բաներ կա, ինչի՞ կա։ Հնի մեջ կա, բայց թազի մեջ չկա։ Փայտի աշխատանք չկա։ Իսկ կրակը Ժամանակ, պարոն Մանուկյան։ Այս հարցին նույնպես կփորձի պատասխանել Աշոտ Բարսեղյանը։ Պարոն հաղորդավոր, կարծում եմ սա դաշնամուր լարելու մի քիչ ավելի հին եւ նոր կոմպլեկտներ են։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ աշխատանքով զբաղվող մարդիկ պետք է ունենան հատուկ կարողություններ, մասնավորապես երաշտական լսողություն, առանց որի հնարավոր չէ լինել դաշնամուր լարող արհեստավարժ վարպետ։ Դուք հաղթեցիք բլիցում։ Վեց 0 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ անհնար է, հա։ Արա Ավետիսյան, Ռիփսիմե Չոքանդարյան, Արմեն Մկրտչյան, Աշոտ Բարսեղյան, Արտյոմ Պետրոսյան եւ թիմի ավակ Սուրեն Մանուկյան։
Տիկին Մարինա Մխիթարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն խաղացողը։ Ֆանտաստիկ թիմ էր, պարոն հաղորդավար, հիմա շատ դժվար իրավիճակում եք դնում։ Ինձ թվում է նախ առաջնորդությունը շատ լավն էր, բայց եթե խաղացող առանձնացնեմ, իմ կարծիքով կայծակրային էր Աշոտը Բարսեղյան։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչում Աշոտ Բարսեղյանը եւ ստանում է Aldous Huxley Չքնաղնոր աշխարհվեպը եւ Պետրոս Հոկտանյանի մեզանից հետո բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Տիկին Առաքելյան, ցավոք սրտի այսօր հաղթող չկա հեռուստադիտողների, դրա համար մենք ձեզ հետ հիմա ոչ մեկին չենք ընտրի, իսկ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Սիրով պարոն հաղորդավար։ Պարոն Հայրապետյան, Արաքս Պոլոյան Լոնդոնի մառախուղի մասին, Գոհար Խաչատրյան գիտական վարկածները ստուգելու մասին, Նարինե Մկրտչյան Քամհարի վինտիլյատորի մասին, Էռնա Միրիջանյան շլագբաումի մասին, Պավել Ղազարյան Կազիմիր Մալևիչի մեթոդի մասին, Նարինե Մաթևոսյան դաշնամուր լարելու գործիքների եւ Էլեանորա Լազարևան այն կազմակերպության մասին, որը գովազդել էր գլխացավի դեղը։ Քանի որ մասնագիտությամբ մարքեթինգի մասնագետ եմ, շատ տենց հոգեհարազատ էր այդ ձեր վերջի նշած հարցը, ստեպլերի միջոցով գլխացավի դեղի իլյուստրացիայի այ հարցը։ Էլեանորա Լազարևան ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։